ՄԻԵԴ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կարևորագույն մեխանիզմներից է, որի միջոցով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքացիները կարող են դիմել, եթե կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են ներպետական համակարգում։ ՄԻԵԴ գործունեության վերաբերյալ մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաճախ ընկալվում է որպես այն ատյանը, որտեղ հնարավոր է վիճարկել ցանկացած հարց, սակայն ՄԻԵԴ-ի իրավասությունը սահմանափակված է, այն չի փոխարինում ազգային դատարաններին եւ չի վերանայում յուրաքանչյուր գործ։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի դատական մարմինն է, որը ստեղծվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդված 19-ով, ապահովելու, որ պետությունները կատարեն կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները, եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գտնվում է Ստրասբուրգում եւ այն բաղկացած է անդամ պետությունների թվին հավասար դատավորներից եւ ներկայումս 46 պետություն է ստանձնել կոնվենցիայով պարտավորություններ, երաշխավորելով իրավունքների եւ ազատություններ ոչ միայն քաղաքացիներին, այլ նաեւ բոլորին, ովքեր գտնվում են տվյալ պետության իրավազորության ներքո։ Ինչու է կայանում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի առաքելությունը, դատարանը քննում է անհատական դիմումները եւ քննում է նաեւ միջպետական դիմումները մի պետությունից մյուս պետության դեմ եւ դատարանի ուժը դատավճիռների պարտադիր բնույթի մեջ է, խախտում արձանագրվելու դեպքում պետությունը պարտավորվում է հատուցել վնասը, ինչպես նաեւ եթե համակարգային խախտումներ են տեղի ունենում, նաև պարտավորվում է փոփոխել օրենսդրությունը, որպեսզի համապատասխանեցնի այդ ստանդարտներին։ ՄԻԵԴ-ի հիմնական առաքելությունը պետությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների պահպանման վերահսկումն է։ Դատարանը հնարավորինս մարդակենտրոն է։ Այս մոտեցումը դրսևորվում է նաև այնպիսի հարցերում, ինչպիսիք են օրինակ տարածքների անվանումները։ Դատարանը որպես կանոն առաջնորդվում է տվյալ համայնքի եւ փաստաթղթերում ամրագրված անվանումներով, անկախ կողմերի քաղաքական մեկնաբանություններից։ Խնդրին մոտենում է մարդակենտրոն կամ համայնքակենտրոն, եթե համայնքը այդպես է անվանում կամ այդպես է ցանկանում, որ իր համայնքը անվանվի, ապա անկախ նրանից թե որևէ այլ պետություն դա ընդունում է թե ոչ, մարդակենտրոն մոտեցում է եվրոպական դատը։ Եթե Ստեփանակերտի բնակիչները ուզում են, որ քաղաքը անվանվի Ստեփանակերտ, ոստիկանությունը անվանվի Ստեփանակերտի ոստիկանություն, ապա անկախ նրանից թե այդ տարածքը Ադրբեջանի ֆորմալ իմաստով Ադրբեջանի միջազգանորեն ճանաչված տարածքի մեջ է, բայց եթե համայնքը ուզում է, որ այդ կերպ վկայակոչվի, ուրեմն մենք այդպես էլ առաջնորդում, մանավանդ որ մենք ունենք փաստաթղթեր, որտեղ հանրային իրավունքի ուժով այդ փաստաթղթը կոչվում է ոչ թե Խանկենդի, այլ Ստեփանակերտ կամ Մարտակերտ։ Ստրասբուրգի դատարանը գնահատում է, արդյոք պետությունը կատարել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, արդյոք կատարել է որևէ գործողություն կամ թույլ տվել անգործություն, որը հանգեցրել է մարդու իրավունքների խախտմանը։ Վերջինս չի հանդիսանում վերադաս 4-րդ ատյան, ինչպես շատերի մոտ թյուր պատկերացում կա, վերջինս չի վերաքննում ապացույցները, վերաքննում փաստերը, այլ ուղղակի քննում է տեսնի արդյոք պետությունը թույլ է տվել խախտում, թե թույլ չի տվել խախտում կոնվենցիայով սահմանված իրավունքների։ Դատարանը քննում է ինչպես անհատական, այնպես էլ միջպետական դիմումներ։ Հայաստանի Հանրապետության կողմից միջպետական, ինչպես նաև անհատական գանգատների գերակշիռ մասը Ադրբեջանի դեմ են։ Դրանցից մեկով, որը վերաբերում է ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությանը, վերջերս ՄԻԵԴ-ը կարևոր վճիռ կայացրեց արձանագրելով կոնվենցիայով պաշտպանված իրավունքների խախտումներ, սակայն որոշ հոդվածներով խախտումներ չեն արձանագրվել։ Բոլոր գործերը, որ տարվում են նման գործերով, սկսած 9-10 թվականից, անպայման ներկայացվում է, որ ահա այդ արարքը կատարվել է այդ խախտումը, որովհետև նա հայ էր։ Այսինքն ազգային թշնամանք, էթնիկ ծագման հիմքով թշնամանք։ Եվրոպական դատարանը որպես կանոն խուսափում է 14 հոդվածին դիպչելուց, բայց այդ մտքերը մոտարապես ձևակերպում է այլ հոդվածների ներքո։ Սա դատական քաղաքականություն է։ Եվ միայն, եթե չեմ սխալվում, Գուրգեն Մարկարյանի գործով է, որ 14-րդ հոդվածը սահմանել է որպես խախտում։ Մնացած բոլոր գործերով խուսափում է։ Բայց օրինակ մեկ այլ գործով, թեկուզ 14-րդ հոդված չի նշել, բայց ասել է, որ ի վերջո այդ անձին կյանքից զրկել են այդ քրեակատարական հիմնարկում, որտեղ թշնամական միջավայրեր նրա շուրջը։ Թշնամական բնականաբար, որտեղ նա հայ էր։ Այսինքն սա դատական քաղաքականություն է, որ հետ մենք համաձայն չենք, որը մենք քննադատում ենք եւ միշտ հորդորում ենք եվրոպական դատարանին ֆիքսել անպայման, որ նաեւ խտրականության արգելքի իրավունքի խախտում է տեղի ունեցել, բայց եվրոպական դատարանը
դեռ չի ցանկանում դա դարձնել կայուն քաղաքականություն։ Մի հետ դիմելու իրավունքը վերապահված չէ միայն տվյալ երկրի քաղաքացիներին։ Դատարան կարող է դիմել ցանկացած անձ կամ կազմակերպություն, եթե նրանք պնդում են, որ կոնվենցիայի անդամ պետության կողմից խախտվել են կոնվենցիայով պաշտպանվող իրենց իրավունքները, սակայն դիմումը պետք է համապատասխանի մի շարք պայմանների, որոնք սահմանվում են հոդված 35-ով։ Առաջին կարևոր պայմանը, որ պետք է սպառված լինեն բոլոր ներպետական հնարավոր միջոցները, այսինքն մեր դեպքում մինչև Վճռաբեկ դատական ատյանը պետք է սպառված լինի, որպեսզի հնարավոր լինի դիմել միեդ։ Հաջորդը կարևոր է, որ միեդը չի ընդունում անանուն դիմումներ, նաև ըստ էության նույն գործով չպետք է լինի դատարանի կամ միջազգային այլ ատյանի կողմից որոշակի վճիռ։ Հաջորդ կարևոր կետը այն է, որ պետք է պահպանվի 4 ամսվա ժամկետը։ Նախկինում այս ժամկետը 6 ամիս էր, այսինքն վերջին դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից հետո 6 ամիս էր, սակայն 2021 թվականից փոփոխվել է եւ այդ ժամկետը դարձել է արդեն իսկ 4 ամիս եւ նաեւ պետք է ակնհայտ անհիմն չլինի դիմումը, ակնհայտ իրավունքի չարաշահում չլինի եւ պետք է զգալի վնաս պատճառված լինի դիմորդին, սակայն այս վերջի կետի մասով որոշակի բացառություններ լինում են, որ անգամ առանց զգալի վնասի պատճառելու դեպքում հնարավոր է լինում, որ դատարանը ընդունում է վարույթ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ է լրացնել պաշտոնական դիմումի ձևը, որտեղ ներառվում են դիմողի տվյալները, ներկայացուցչի տվյալները, պետությունը կամ պետությունները, որոնց դեմ ուղղված է բողոքը։ Անհրաժեշտ է շարադրել փաստերը, դատավարական ողջ պատմությունը ժամանակագրական հաջորդականությամբ, ինչպես նաև տեղեկատվություն խախտված իրավունքների մասին։ Միջազգային այլ ատյաններում գործող վարույթների առկայության դեպքում այդ տեղեկությունը եւս ներառվում է դիմումում։ Դատարանի աշխատանքի առանձնահատկությունը կարելի է տեսնել մի շարք կոնկրետ գործերի օրինակով։ Եվրոպական դատարանը չունի այդ կոնցեպտը պատերազմական հանցագործություն, դա գալիս է իրավունքի մեկ այլ ճյուղից, մարդասիրական իրավունքից, բայց մարդասիրական իրավունքը եւ մարդու պաշտպանության մասին է իրավական համակարգը, իրենք որոշակիորեն շփվում են։ Ուստի Եվրոպական դատարանը կարող է չօգտագործել այդ տերմինը, այլ ուղղակի օգտագործել կյանքի իրավունքի խախտում, բայց չափանիշը ստանդարտը նույնն է։ Այն է զինվորը մարտադաշտում մեկ այլ զինվորի կյանքից կարող է զրկել ռազմական իր նպատակին հասնելու նպատակով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Հիմա եթե զինվորը վիրավոր է եւ ընկած է քո ոտքերի տակ, այսինքն դու հասել ես արդեն քո առավելությանը, այն ինչին ձգտում էիր ռազմի դաշտում, ուրեմն նշանակում այլևս պետք չէ նրան կյանքից զրկել, առավելևս խոշտանգելով կյանքից զրկել։ Այսինքն նույնիսկ զինված հակամարտությունների պայմաններում միեդը չի գնահատում պատերազմի քաղաքական կամ ռազմական կողմը։ Դատարանը ուսումնասիրում է արդյոք կոնկրետ իրավիճակում պետությունը խախտել է իրավունքների պաշտպանության իր պարտավորությունները։ Միեդ հասնելու ճանապարհը թեև մի քանի փուլեր է ենթադրում, այնուամենայնիվ անհնար չէ։ Պետական վճար միեդ դիմելու համար նախատեսված չէ։ Այդ ընթացակարգը որպես այդպիսին անվճար է եւ դատարանի ծախսերը կրում է Եվրոպայի խորհուրդը։ Սակայն կարող են առաջանալ բնականաբար այլ ծախսեր, մասնավորապես դիմողի սեփական ծախսերը, որոնք կներառեն փաստաբանի վարձատրությունը, թարգմանության վճարները, փաստաթղթերի պատրաստումը, փոստը եւ այլն, այսինքն դատարանը վճարով ծառայություններ չի մատուցում, բայց ինքնըստինքյան փաստաբանական ծառայությունները արդեն իրենցից ենթադրում են որոշակի ծախսեր։ Այստեղ կարևոր է նկատել, որ անապահովների համար դատարանի կանոնակարգով նախատեսված է անվճար իրավաբանական օգնության հնարավորություն եւ պալատի նախագահը կարող է դիմողի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ տրամադրել անվճար իրավաբանական օգնություն, բայց ոչ ավելի վաղ այն պահից, քան երբ որ արդեն պետությունը ներկայացնում է իր դիրքորոշումը, իր դիտողությունները դիմումի ընդունելության վերաբերյալ, այսինքն ոչ ամենասկզբնական պահից, այլ երբ արդեն դիմողը ներկայացրել է եւ միեդը արդեն պետությանն էլ ներկայացրել, պետությունն էլ արդեն ներկայացրել իր դիտողությունները այդ դիմումի ընդունելության վերաբերյալ, այդ պահից կարող է անվճար հիմունքներով փաստաբան ներառվել եւ օգնությունը տրվում է երկու դեպքում, եթե դա անհրաժեշտ է գործի պատշաճ համար եւ եթե դիմողը բավարար միջոցներ չունի։ Դիմողի ֆինանսական վիճակի գնահատումը կատարվում է ներպետական իրավասու մարմնի կողմից։ Տրվող աջակցությունը կարող է ներառել ոչ միայն ներկայացուցչի վարձատրությունը, այլև վերջինիս ճանապարհածախսը եւ կեցության գումարը։ Դիմումը դատարանի կողմից կարող է մերժվել, եթե չեն պահպանվել ժամանակի, ներպետական ատյանների սպառման եւ այլ հիմնական սկզբունքները, եթե դիմումը ակնհայտ անհիմն է կամ եթե գործը դատարանի իրավասությունից դուրս է։ Դատարանի կողմից վճռի ընդունումը չի ենթադրում գործի ավարտ։ Դրանից հետո սկսվում է կատարման գործընթացը, որի ընթացքում պետությունը պարտավոր է կատարել դատարանի պահանջները։ Դատական ակտը դա հրապարակախոսություն չէ, որը կարելի է հերքել ընդամենը մեկ այլ ավելի գեղեցիկ ձևակերպված բառապաշարով։
Դատական ակտը դա պատմական փաստ է, դա ապացույց է։ Եվ ապացույցը հերքել նույնիսկ հռետորաբանությամբ չի ստացվում։ Հիշեք Լաչինի դեպքը, երբ որ ամբողջ աշխարհը Ադրբեջանը ասում էր չկա բլոկադա։ Լաչինի ճանապարհը բլոկադայի ենթարկված չի։ Եվ կարծես թե գրեթե աշխարհին համոզել էր, որ նման բան չկա։ Մանավանդ Աղդամի կողմից իրենք ինչ որ բեռնատարներ մոտեցին ցույց տալու համար, որ ճիշտ է դեպի առաջ չեն կարող շարժել, բայց դեպի հետ կարող են շարժվել, ուստի Արցախը բլոկադայի մեջ չի, որ մեզ էլ մեղադրում եք, թե մենք ցեղասպանություն ենք նախապատրաստում, այն է սովորության մատնել Արցախի բնակիչներին։ Եվ այս դիսկուրսը արդեն գնում էր ի օգուտ Ադրբեջանի, որտեղ իրենք մեծ ռեսուրսներ են դրել, մեդիա ռեսուրսներ են դրել, տարբեր այնտեղ էքսպերտներ են խոսում, մեկ էլ այդ ֆոնի վրա Արտադրության միջազգային դատարանի միջանկյալ դատական ակտը, որ ուղղակի կարծես ամպրոպ էր նրանց համար, որտեղ ասեց ճանապարհը արգելափակված է եւ դուք պարտավոր եք բացել։ Միեդի վճիռների կատարումը վերահսկվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից։ Եթե դատարանը արձանագրում է ոչ միայն անհատական, այլ նաև համակարգային խնդիր, պետությունը պետք է ձեռնարկի փոփոխություններ, որպեսզի նման խախտումները չկրկնվեն։ 46-րդ հոդվածով պետությունները պարտավորվում են ենթարկվել դատարանի վերջնական վճռին եւ հետևանքները 3 խմբի կարող են բաժանել։ Առաջինը դա փոխհատուցման դրամադրումն է դիմողին, որը կարող է ներառել նաև ոչ նյութական վնասի փոխհատուցում, դատական ծախսերի փոխհատուցում։ Հաջորդը դա այն է, որ կատարման հսկողություն կա, այսինքն վերջնական վճիռը ուղարկվում է նախարարների կոմիտեին, որը հետևում է դրա կատարմանը եւ գործը ուղղակի վճիռ կայացնելով չի իրականացվում, այսինքն դա նման է մեր հարկադիր կատարման ծառայությանը եւ երրորդը դա համակարգային փոփոխություններն են, ինչ շատ կարեւորվում է, պետությունը պարտավոր է ապահովել, որ նույն խախտումը չկրկնվի ուրիշների նկատմամբ, հատկապես այն դեպքերում, եթե արդեն համակարգային բնույթ են ստանում այդ խախտումները։ Նմանատիպ վճիռ կայացվեց վերջերս, երբ դատարանը Հայաստանի Հանրապետությունից պահանջեց առաջնահերթ կարգով ներդնել հատուկ փոխհատուցման միջոց, որը կծառայի դատական վարույթների չափազանց երկար տևողության վերաբերյալ բողոքների քննությանը եւ կհամապատասխանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ձևավորած չափանիշներին։ Միեդում գործերի քննությունը կարող է տարիներ տևել, բայց դրանք ունեն լայն իրավական նշանակություն։ Դրանք ձևավորում են չափանիշներ, որոնք հետագայում կիրառվում են նմանատիպ իրավիճակներում։ Սա 4-5 տարվա խնդիր չէ, սա մի քանի տասնամյակի խնդիր է։ Եվ այն դատական գործերը, որ տարվում է միջազգային տրիբունալներ, այդ նաև գույքային իրավունքի հիմքով, դրանք ապագայում նախատեսված այդ գործողությունների հիմքերն են այսօր դրվում, որը ես չգիտեմ հնարավորություն կունենանք մենք դրա վկան լինելու թե ոչ, բայց մեր հաջորդ սերնդի համար կամ հաջորդ մեզանից հետո եկող մասնագետների համար մենք թողում ենք ինչ-որ հիմքեր։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը չի փոխարինում ազգային դատարաններին եւ չի հանդիսանում վերաքննիչ ատյան։ Այն գնահատում է մեկ հիմնական հարց. արդյոք պետությունը կատարել է մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները։ Միեդի յուրաքանչյուր վճիռ ոչ միայն իրավական գնահատական է, այլ նաեւ պետության համար պարտավորություն՝ վերացնել խախտման հետևանքները եւ կանխել նոր խախտումները։